Ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ է հեռախոսազրույց ունեցել։ Առիթն իհարկե Փաշինյանի ծննդյան տարեդարձն էր, որի առթիվ Պուտինը շնորհավորել է նրան, բայց առաջնայինը եղել է ԵԱՏՄ-ում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Փաշինյանն ըստ Հայաստանի կառավարության շնորհակալություն է հայտնել Պուտինին տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումներ հայտնելու, բարեկամական տոնայնությամբ խոսելու եւ աջակցելու համար։ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Պուտինն ու անդամ մյուս երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ դիմել էին Աստանա չմեկնած Փաշինյանին եւ կոչ արել որքան հնարավոր է արագ հանրաքվե անցկացնել եւ որոշել՝ մնում է Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե դուրս գալիս եվրաինտեգրման ճանապարհով գնալու համար։ Գագաթնաժողովի ավարտից հետո Պուտինը թեև հարգալից տոնով, սակայն բաց տեքստով զգուշացրեց՝ գազը մի քանի անգամ կթանկանա, Հայաստանն էլ իր համախառն ներքին արդյունքի մոտ 14%-ը կկորցնի եւ ընդհանրապես հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները գլխիվայր շուռ կգան Հայաստանի համար բոլոր արտոնություններից զրկվելու տեսքով։ Պրեմիեր-մինիստրը Փաշինյան сам об этом сказал, что он Վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ պլանավորում է հանրաքվե անցկացնել Հայաստանի հետագա անդամակցության հարցում, եւ մենք մեր հայ ընկերներին խնդրում ենք, որքան հնարավոր է արագ կազմակերպել այդ հանրաքվեն։ чтобы это было сделано как можно раньше. Հանրաքվե անելու միտք, սակայն Փաշինյանը չունի հիմա։ Առավոտյան նա ի պատասխան Պուտինի կոչի ուղիղ եթեր էր մտել աշխատասենյակից։ Սեղանին դրել կշեռք ու պատկերավոր ցույց էր տալիս, թե ինչպես եւ ինչու է իր պնդմամբ հավասարակշռման քաղաքականություն վարում եւ նվազեցնում Ռուսաստանից ունեցած կախվածությունը։ Ասել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել մինչեւ այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Թեև Կրեմլից շատ հստակ զգուշացրել են, որ թույլ չեն տալու ԵԱՏՄ-ում մնալով զուտ ժամանակ շահել եւ պատրաստվել Եվրամիություն գնալուն, Փաշինյանը մտադիր չէ հրաժարվել այդ մարտավարությունից։ Որ պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է շատ էական հարց, համենայն դեպս մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա, այսինքն բալանսը ձևավորված չի, որպեսզի մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել այս ճանապարհով գնալ, թե մյուս ճանապարհով։ Մոսկվայից Փաշինյանին իր սուր բառապաշարով նախկին նախագահ Մեդվեդևն է կրկին արձագանքել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը Հայաստանի վարչապետին բոլշևիկ հեղափոխական սովետական վաղ շրջանի առաջին դեմքերից Լև Տրոցկու հետ է համեմատել։ Ընկեր Նիկոլը Տրոցկու վտանգավոր ճամփան է բռնել։ Հանրաքվե անցկացնելու կոչին նա Լև Դավիդիչի լեգենդար բանաձևով է պատասխանել. ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, բանակն էլ ցրել։ Հենց այսպես հանրաքվե չենք անելու, ոչինչ չենք որոշելու, մինչև մեզ չկանչեն Եվրամիություն։ Հետո բնականաբար ցածկոտելով կթռչենք Եվրոպայի գիրկը, բայց մինչև այդ կօգտվենք ԵԱՏՄ-ի արտոնություններից, հմտորեն փող աշխատելով Ռուսաստանի եւ Միության անդամ երկրների հաշվին։ Ապրեք իհարկե, բայց պետք է հիշել, որ այդ բանաձևի արդյունքում Բրեստի հաշտությունն ի վերջո ստիպված եղան կնքել, բայց ավելի վատ պայմաններով, իսկ Տրոցկու ոլոր-մոլոր ճանապարհն ավարտվեց նրա համար չափազանց ողբերգական ձևով։ Զուգահեռաբար Մոսկվան շարունակում է նոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների համար։ Վաղվանից կասեցվելու է նաև հայկական ձկան եւ ձկնամթերքի արտահանումը դաշնություն, քանի որ ըստ Ռոսելխոզնadzորի դրանք արտադրող հայկական ընկերությունների մեծ մասը բացառությամբ երկուսի հրաժարվել են ֆիտոսանիտարական նորմերի ստուգումներ անցնել։ Մինչ այդ էլ սահմանափակվել էր հայկական լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի, ելակի արտահանումը, ծաղիկների դեպքում եւս խնդիրներ կան, իսկ ջերմուկի եւս մեկ խոշոր խմբականակի վաճառքը դաշնության տարածքում արգելվել է կրկին։ Չնայած այս ամենին էկոնոմիկայի նախարարը շարունակում է պնդել, թե հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ են, լավ քան երբևէ, իսկ սահմանափակումների խնդիրը լուծվելու է ընտրություններից հետո։ Պապոյանը սակայն ասել է միաժամանակ, որ կառավարությունն աջակցության ծրագիր է սկսում դեպի այլընտրանքային
շուկաներ արտահանում կազմակերպելու համար։ Եվրոպական միություն, Մերձավոր Արևելք արտահանման աջակցման, այսինքն տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում, երբեմն նաև IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցում, այսինքն ել ավելի ագրեսիվ, ճիշտ է, Եվրոպական միության արտահանումը կրկնապատկվել է, բայց ել ավելի ագրեսիվ ենք եւ նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչեւ տարեվերջ։ Ծաղիկը 5.5 միլիոն դոլարի մինչեւ տարվա վերջ, 3.5 միլիոն դոլար լոլիկ, 3.5 միլիոն դոլար պղպեղ, բոլոր եվրոպական երկրներ, սկսած Հունաստանից վերջացած Գերմանիա, որակի առումով, այն որ ժամանակին ասում էին, դե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ բանջարեղենը մենակ Ռուսաստանում են առնում։ Ուրեմն այդպիսի բան չկա։ Եթե որևէ լուրջ խնդիր չկա Ռուսաստանի հետ եւ սահմանափակումներն էլ շատ շուտով, ինչպես Պապոյանն է վստահեցնում, կվերանան, այդ դեպքում ինչու է կառավարությունը բիզնեսին աջակցելու ծրագրեր սկսում։ Էկոնոմիկայի նախարարը սա չի բացատրել եւ ամենակարևորը, չի էլ ասել, թե որտեղից եւ ինչի հաշվին են այդքան գումար գտնելու։